Աժը հերթական շոուն եմ նայում, տեսնում ես Վահագն Ալեքսանյան հերթով ուժեղ Հայաստանի պատգամավորներին հաշվում է, թե ով ա եղել հանրապետական կամ հանրապետականի հետ աֆիլիացված, բայց մի բան հաշվի չի առնում ես մատղաշը։ Վահագ, դուք պետք է ձեր ամբողջ կազմով, այդ ձեր ՔՊ-ով, այդ դեպուտատներով, ձեր Նիկոլով, તો ձեր բարեկամներով, հերու բարեկամներով գնաք մի հատ մեծ տեղ, մեծ ստադիոնի մեջ, Հրազդան մարզադաշտում, որը դրատելն է նախկինում հանրապետական եղել, Բուռնաշն է հայտնի, գնաք կանգնեք, լույսերը միացնեք, շնորհակալություն հայտնեք Սերժ Սարգսյանին եւ առհասարակ հանրապետական կուսակցությանը, որ դուք կաք։ Հանրապետական կուսակցությունը երբեք իմ աչքի լույսը չի եղել, բայց ձեր հիմիկվա ներկայությունը դա միայն ու միայն հանրապետական կուսակցության շնորհքն է։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոխվեց սահմանադրությունը, ինչպես ասում էին, Սերժի հակով կարված սահմանադրությունը Նիկոլը Վեկալը ցակավ։ Դրա հիման վրա 2018 թվին Էդուարդ Շարմազանովը Աստծուն փառք ջահել է։ Ողջ առողջ իր տեղը Մելիք Ադամյան նստած է, հայտարարեց, որ կլրացնեն, որպեսզի Նիկոլը դառնա վարչապետ։ Դրանից հետո Սամվել Ալեքսանյան, ձեր սիրելի օլիգարխը, ազգային ժողովի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ասում էր, որ Նիկոլը իրանց աղբերն է, ուղղակի չէին ասում, որ ընդդիմադիր սեգմենտների տրամադրությունը չընկներ, անենց որ դիտյամայո, այդքան էլ մի նեղվեք հանրապետականներից, դուք էլ եք իրանց նորմալ իրավահաջորդը, պետքա շնորհակալ լինեք, այլ ոչ թե քննադատեք։ Իսկ մինչև 2018 թիվը բնական է, եթե հանրապետականի հետ ինչ-որ կապ չունենայր, այն որ ասում է ծոծորակդ կտեսնեիր, բայց իշխանություն որևէ ձևաչափով իշխանության մեջ չէի լինի։ Անց որ ինչպես ասում են, հին երկում մենք զավակներն ենք հանրապետական։ Գրկում եմ բոլորիդ ձիգ մնացեք։